Կներեք, այս պահին 59 համարը ասեցիք միջև 7-ն է աշխատում, թե աշխատել։ Աշխատում է միջև ժամը 10։ Հիմա որ հանում են այդ ավտոբուսները։ Ինչի համար պիտի մեր երեխին էսա ուսանողա դառնալու մյուս տարի։ Հելի 200 դրամով գնա հերիք չի, հավա բնով։ Ու գայս քանտեղ անցնի, ես վտանգավոր ճանապարհ։ Ես թույլ չեմ տա իմ երեխին գնա։ Սարուկյանը Աբովյանի տրամադրում է ավտոբուս անվճար, ուսանողները գնում են, ինչի է 800 հոգանոց ուսանողներին ուզում տրամադրել 200 դրամ, իր հավաբունը թող պահի իրան, մենք ստեղ իր համար հավ չենք, ես իմ երեխուն թույլ չեմ տա գնա, թող մեր ավտոբուսը բերեն, չեմ բերի իրա գազերն էլ կդնենք կջարդենք ճանապարհի մեջտեղը ու կուղարկենք, ըստ է չի մտնի գազը։ Այդ գազերները միջև 7-ն են աշխատել։ Միջև ժամը 7 է, հավաբուն աշխատում է։ 7-ից հետո ինչպես դուք պետք է հասնեք հասել։ Ոչ մի ձև, ինչպես պիտի հասնեմ, իմ երեխեն ոնց պիտի գահասնի տուն, աղջիկ երեխա։ Ես թույլ կտամ։ Այս իշխանությունները ամեն կերպ փորձում են ձեր վրա ճնշում գործադրել, որպեսզի Ես ճշմարտակ չեմ ընկնի։ Իր հավաբունը թող պահի իրան, ինքը թող բավարարվի իր Աբովյանով։ Ինքը այս քասակցների հաշվին իր գրպանը չի լսնելու։ Ես թույլ չեմ տա։ Հենց մեկ ես եթե պետք լինի առաջիներ կստորագրեմ, առաջիներ կկանգնեմ գազելի դուրներ կջարդեմ։ Ապակիներն էլ հետը թող իր հավաբունը տանի իր Աբովյանցիներին բավարարի հաջողություն։ Առանց այն էլ մենք միայն այս տրանսպորտից չենք օգտվում ենք մի քանի տրանսպորտից, որը մենք հանել ենք քարտեր, որ գնանք աշխատանքի գանք։ Ոնց է լինելու մեր ժողովրդի վիճակը։ 3 տրանսպորտ պետք է փոխեք։ Ես օրը 4-5 տրանսպորտ եմ փոխում, որ հասնեմ աշխատանքի։ Օրը 4 տրանսպորտ, ստեղից 59-ը նստում եմ, իջնում եմ քաղաք, քաղաքից հասնում եմ գործի տեղ, ընդեղից նորից նույն ձևով հետ եմ գալիս։ Եթե 59-ը գծից հանեն, այդ դեպքում քանի տրանսպորտ պետք է փոխեք մինչև հասնեք ձեր աշխատավայր։ Էլի նույնը, բայց ավելի թանկ։ Հələ ավելի մի հատ էլ ավել։ 5 տրանսպորտ։ Իսկ աշխատանքից հետո եթե համարենք 7-ից հետո եք վերջացնում, ինչպես պետք է։ Դե տաքսիներով պետք է գանք։ Իսկ մենք դուրս ենք գալի աշխատենք, տուն պահենք, թե տրանսպորտին վճարենք։ Işte